հարգելի ես կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը երբ որ մեր համակարգը ուղղակի կլորացրել էր ինքը ցույց էր տալիս 100 թվականով կլորացրած ու նաև այդ համակարգում այդ թվերը որ հրապարակվել են այդ համակարգը ինքը այդտեղ չի ներմուծում էլեկտրոնային քվեարկության արդյունքները էլեկտրոնային քվեարկության 410 քվեարկող ենք ունեցել էլեկտրոնային կարգով դա մեր դիվանագետներն են արտերկրում նաև պաշտպանության նախարարության կողմից գործուղված զինվորականներն են արտերկրում որոնք որ այսպես ասենք Հայաստանի Հանրապետության կողմից են գործուղված, այսինքն իրենք արտերկրում գտնվելը, դա Հայաստանի Հանրապետությանը ծառայելով պայմանավորված, այդ մեր քաղաքացիներն մենք ունեցել էինք 537 այսպես ասենք ցուցակային նման քվեարկելու իրավունք ունեցող, որոնցից 410-ը էլեկտրոնային եղանակով մասնակցել էին քվեարկությանը։ Եվ այդ թիվը ներառված չէր մեր կայքում հրապարակված եւ այստեղ խնդիրը այն է որ երբ որ այդ թվերը հրապարակվել են այսինքն բոլորը տեսել եք այդ թվերը բարձ մաթեմատիկական գործողություն ով աներ տեսներ որ այստեղ 4%-ը չի բավարարում ու ըստեյության այս խնդիրը չէր կարող նկատած խնդիրը կարող է որ որպեսզի մանդատ հաշվարկվի պիտի հստակ լինի թե որ քաղաքական ուժերն են անցնում որ քաղաքական ուժը իր ճշգրիտ կողմ ձայները որքան են այսինքն մինչև վերահաշվարկը չավարտվի մինչև մենք արդյունքները չամփոփենք ու խոսել տեսեք խոսել այստեղ ես ուղղակի մանդատի հաշվարկը ասեմ մանդատը հաշվարկելուց ինչպես է հաշվարկում ասում է շեմը հաղթարած քաղաքական ուժերի կողմ ձայները բազմապատկվում են 101-ով Եվ ստացված թիվը բաժանվում են մանդատների բաշխմանը մասնակցող քաղաքական ուժերի կողմ ձայների հանրագումարի վրա։ Հիմա երբ որ մենք այս թվերը, ճշգրիտ թվերը չունենք, ավելին մենք չունենք պատկերը, ի վերջո 4 քաղաքական ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե 3, որտեղ այստեղ այդ կողմ ձայների, ընդհանուր կողմ ձայների պատկերը փոխվում է, այս հանգամանքով կարող է փոխվել։